Այսօր գրականության եւ արվեստի թանգարանում բացվեց Տերյանը ուսանող ժամանակավոր ցուցադրությունը, շատ կարևոր մի ժամանակաշրջան Վահան Տերյանի կյանքում, որովհետեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահան Տերյանը սկսել է իր ուսումնական տարիները, ուսանողական տարիները 1899-ից մինչև 1917, այսինքն ստացվում է կարճատև կյանքի ընթացքում բավական մեծ տեղ է զբաղեցնում հենց ուսանողական տարիների պատմությունը եւ այս ցուցադրությունը շատ հետաքրքիր մանրամասներ է այցելուներին ներկայացնում այդ ժամանակաշրջանի։ Ինչու Տերյանի ուսանողական տարիները, որովհետեւ ուսանողական տարիներն են, որ ցույց են տալիս, թե ինչ մտածող, ինչ ապագա գրող մտավորական էր ձևավորվում, հատկապես որ նա սովորել է առաջավոր համալսարաներում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, Պետերբուրգի պատմաբանասիրական ֆակուլտետում, այսինքն այս ամբողջ հետքը պատմում է, թե ինչպես էր ձևավորվում Տերյանը որպես մտածող եւ ուսանող։ Եվ բացի այդ նա ոչ միայն ուսանողի օրինակելի կերպար էր, սովորող, պրպտող, ուսումնասիրող, բավական է փաստել, որ այստեղ ցուցադրված են բազմաթիվ տետրեր տարբեր լեզուների ուսումնասիրության, օրինակ հունարեն էր սովորում, լատիներեն, պարսկերեն, ռուսերեն, վրացերեն, գիտեր նաև ֆրանսերեն, գրաբարը, որ իր համար արքայական լեզու էր եւ նա միջև կյանքի վերջ ասում էր ինչ դժվարությունների էլ հանդիպեմ, ես պետք է ուսումնասիրեմ գրաբարը, այսինքն այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Տերյանը շատ լուրջ էր մոտենում իր գործին, որպես մասնագետ ձևավորվելուն, նաև որպես ուսանող նա շատ ակտիվ էր նաև հասարակաքաղաքական կյանքում, ուսանողական ազգային շարժումներին էր մասնակցում, սրանք բոլորը փաստագրված ներկայացված են ցուցադրության շրջանակում, այդպես ու շատ հետաքրքիր նմուշներ հենց ուսանողական բոլոր տարիներին վերաբերող ներկայացված են։ Սա Վահան Տերյանի անձնական արխիվից է հայտնաբերվել, սա մեր երևի տարվա բացահայտումներից մեկն է, որտեղ որևէ կին Տերյանի սիրահարված փորձել է այդպես գրավոր աղոթքներով, հմայագրերով գրավել Տերյանի սիրտը։